Սեպտեմբերից Երևանում մեկնարկել է ճարտարապետական նոր փառատոն, որի ընթացքում գեղարվեստական նմուշներ են տեղադրվել մայրաքաղաքի տեսարժան վայրերում։ Կենտրոնացած է հանրային տարածքների մեջ։ Դրա համար մենք ամեն 2 տարի անգամ անում ենք բենալեն դարբեր քաղաքների մեջ։ Փառատոնի կազմակերպիչը Հայրենադարձ Շանթն է, ասում է ճարտարապետական այս նմուշները դիզայներական յուրօրինակ լուծումներով անդրադառնում են մայրաքաղաքի հրատապ խնդիրներին։ Մեր այս առաջին դարվա թեմային անունը օթերում էր, որ կարելի է օդի մեջ զգացումի մասին լինի, բայց նաև մենք Երևանը ջանցված է իր քամիով, ջանցված է հիմա շատ խոսում ենք իր օդի կեղտոտությամբ մասին, փոշիի մասին։ Այս խնդրին անդրադարձել են հայ ճարտարապետները օդից կախված ամպի տեսքով, նմուշը տեղադրվել է Կարապի լճում։ Ուզում էին այս ամպը նշան լիներ, որ ինչքան օդային խնդիրներ կա, sustainability խնդիրներ, որ ունենք Հայաստանում։ Փառատոնի ընթացքում տեղադրվել են ևս 7 ճարտարապետական նմուշներ, որոնցից մեկը Հանրապետության հրապարակի հարակից տարածքում է։ Դե քորքի ոգեշնչված է եւ էդի դարբերը քանի էսի հերվանից նայում ես, բայց էդի ուղղակի մարդիկ օգտագործում են իբր աթոռ կամ սեղան կամ խաղավայր։ Ճարտարապետական այս նմուշների հեղինակները նաև օտարազգի մասնագետներ են։ Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցության հայտեր են ներկայացվել Անգլիայից, Իտալիայից եւ Միացյալ Նահանգներից։